Գրություն ենք եղել կառավարությանը, պատասխանել մեզ տոնավաճառների, այդ վայրերի կազմակերպիչների և վաճառականների հետ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես է կարգավորվում օրենքով նրանց հարաբերությունները։ Ուզում եմ մեկնաբանել էկոնոմիկայի նախարարության պատասխանը գրությամբ, որ առևտրի ոլորտը որպես տնտեսության կարևորագույն ճյուղերից, որտեղ հանդես են գալիս փոքր և միջին ձեռներեցները, ուրեմն կարգավորվում է առևտրի և ծառայությունների մասին օրենքով։ Լիցենզավորման կարգով այդ հարաբերությունները ուրեմն ամրապնդվում են, ամբողջ իրավական պաշտպանությունը վաճառականների և ամենակարևորը առևտրի և ծառայությունների մասին օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի է կետով սահմանվում է ուրեմն վարձավճարը, որը չպետք է գերազանցի, լավ լսում ենք, ուրեմն վաճառողի, այդ վաճառականների շրջանառության 1.5%-ը։ Տարիներ շարունակ մեր տոնավաճառներ կազմակերպությունները պայմանագրեր են կնքել և գանձել են ըստ իրենց որոշման, ես ուզում եմ անդրադառնալ այս վերջին իրադարձություններին Մալաթիա տոնավաճառի վերաբերյալ, որ ժողովուրդը խնդրում էր 120,000-ը իջեցնել մինչև 80,000 դրամ և ուրեմն ի հայտ եկավ այն, որ նրանց շրջանառությունը չի էլ գերազանցում մի քանի 100,000 դրամը, որը բերում է մեզ ուրեմն այն իրավիճակի, որ մենք պետք է կառավարությանը պարտադրենք միջնորդել այս հարաբերություններում և հարցի խնդիրը այնքան լուրջ է և ուզում եմ հասկանալ, որ եթե Մալաթիայի տոնավաճառում մեր վաճառատեղերում աշխատող մեր քաղաքացիները սկսեն վճարել 1.5%, ես էլ ուզում եմ հասկանալ, թե ինչպես կարելի է այսպես շարունակել այդ գործընթացը։ Տոնավաճառներում այսօր ասենք այս 1.5%-ը որ տալիս, իրանք ավելացնում են ծառայություններ, իրանց ասելով ծառայություններ են կանում, ասենք ինչ ծառայություն պետք է անի, եթե մենք վեկալենք, եթե ես որպես մեջի մարդ, որ ես սաղոր հետները շփվում եմ ու ես կայնում եմ, առևտուր եմ անում եւ այլն եւ այլն։ Եթե ես այսօր ամսական արեցի 500,000 դրամ, չէ, 500,000 դրամի 1.5%-ը ինչքան է կազմում։ 7,500 դրամ։ Ուրեմն, եթե 7,500 դրամ է կազմում, ես ինչ ծառայություններ են մատուցելու, որ դառնի մի քառակուսի մետրը 20,000 դրամ, ինչ ծառայություններ են մատուցելու։ Դե ծառայություններ չկա, բոլոր ծառայությունները վճարովի են։ Էլի մենք մեր գրպանց ենք։ Առևտրական, ասենց ասեմ, բիզնեսմենը լավ։ Էթում է բերում ապրանքը, սկսում է մտածել, տամոժն ու մտավ Հայաստանի սահման, միջև գահասնի տեղի վարձ, ռաստամոշկի, այսինքն ոնց է մաքուրայերեն, մաքսազերծման արծ եւ այլն, ու դու մեզ մի օր մի դոլար կեսա, մի օր 5 դոլար է, մերեսը, այդ սաղ բացա, չէ, սաղ կառավարությունը պետք է վերահսկի, բարեփոխումներ է թում վարկային, չէ, հարկային, վարկային, չգիտեմ, բարեփոխումներ, բարի բառ է, էլի, բայց հիմի ես մենք չգիտեմ, բասկաթորին նստելով պետք է բարեփոխումներ առնենք կաշվի բասկաթորներին, թե ասենք մեր նման մարդկանց կանչեն, մեր հետ խորհրդակցեն, մտածենք ինչ անենք, որ այդ բարեփոխումները ելնի, թե չէ, պետք է թանկ հավաքվենք, ելնենք կայնենք էլի հրապարակ էլի բողոքենք, գոռանք, մեր գործերը թողենք։ Արկայինը գալիս ասում է ամսական, մի րոպե լսի միջև է։ Լսի, ուրեմն պետք է կարողան քեզի չեք ջի տվե, բայց խփել է։ Ձև չկա որ չխփի, որովհետև արկա լսի միջև է։ Ընկեր ջան, մի րոպե լսի միջև է։ Արկայինը ասում է քեզի, եթե դու էցով կուտաղավարը բացեցիր ու չեք, քու մեքենան չաշխատավ քու դմեն։ Ինքը պատասխան է տալիս, կարող է այդ պայն քեզի չի տվել, կարող է այդ պայն քեզի չի տվել, որովհետև մարդիկ չեն ուզում, բայց ինքը մի րոպե ասեմ, արի մի օր քեզի տանեմ տաղավար, որ այսքան չեք խփած լցածա կետի, տակի տակ, այո, տակի տակ ինքը խփելու է։ Եթե նույնիսկ 120,000 է, ապա ներկա 120,000-ը
հավասար է այն տրամաբանությանը, որ բոլոր տոնավաճառներում գործող առևտրականները ունեն առավելագույն սահմանը շրջանառության։ Այսինքն իրենք մոտիկ են 15 միլիոն դրամի, որը իրականում այդպես չէ եւ նաեւ գործընկերներ են ասում։ Այսինքն շատ փոքր ծավալներով է իրական առևտուրը գնում։ Հիմա այստեղ խնդիր կա, որ այն պայմանագրերը, որոնք ստորագրել են առևտրականները, լիցենզավորված տոնավաճառի ստանալու ծառայություններ, ինչու են համաձայնվել այն կետերի հետ, որտեղ այնտեղ գրված է։ Ուրեմն կարծում եմ առաջի հարցը կարող է լինել այդ պայմանագրերի ուսումնասիրությունը։ Երկրորդ մասը բնականաբար պետք է նայվի, թե լիցենզիան որ տրված է, լիցենզիայի տակ ինչ է գրված եւ ինչպես է լիցենզիան կատարվում։ Այսինքն պետության դերը, որ բարձրացնում են իմ գործընկերները, այն է, որ լիցենզիայի նաեւ կիրառման ճշտությունները պետք է ստուգվեն, որտեղ կան սանկցիաների մոդել, որ լիցենզիայից զրկել կամ լիցենզիան տեսնել որքանով է ճիշտ կատարվում։ Սա երկրորդ խնդիրն է։ Երրորդը, ինչու պետությունը պիտի նաև միջամտի, որ հարց հնչեց, իմ հաշվարկով Հայաստանում մոտ 20-25 հազար մարդիկ գտնվում են միկրոառևտրի մեջ, Երևանում եւ տարբեր մարզերում, եւ այդ մարդիկ, եթե հաշվենք իրենց ընտանիքների թիվը, նաեւ այն հանգամանքը, որ ընտանիքների մի մասը մասնակցում է այդ առևտրին, ապա համարյա 100,000 մարդ ընդգրկված է այդ process-ի մեջ։ Այսինքն սա սոցիալական մի խավ է, որը որ համարյա ոչինչ չի ուզում պետությունից, բայց ինքնուրույն կարողանում է իր գոյությունը կազմակերպել, մեկ, երկրորդը պետությանը հարկեր է վճարում, թեկուզ այդ 5%-ի չափով կամ 1%-ի չափով, երրորդը տոնավաճառն է նաև գործում եւ եկամուտներ ստանում։ Այսինքն այստեղ սոցիալական խնդիր կա, որ այն խավը, որը որ ոչինչ համարյա այլ կերպ չի կարող անել իր գոյությունը պահելու համար, գոնե առևտրով է զբաղվում։ Հիմա շատ կարևոր է դրա համար եմ ասում, գրագիծ ձևով դեռ խնդիր է։ Գոնե մի անգամ մենք հիմա ես նաև մեր միությունը միացել է նրա համար եւ էկոնոմիկան, որ մենք գրագիծ ձևով խնդիր ունենք։ Այսինքն, եթե պայմանագրերում կան այնպիսի կետեր, որոնք որ հարիր չեն, այդ կետերը հանենք, պայմանագրերը լավացնենք մեկ եւ նորից վերաստորագրենք։ Երկրորդը, եթե պայմանագրերը ամեն ինչ ճիշտ են կազմված, ուրեմն մենք զբեզ մնում ուղղակի բանակցելով փորձել տոնավաճառի տերերի հետ գնալ զիջումների, որովհետեւ այստեղ ճնշումով չի լինի։ Այսօր նախ ժողովուրդն է պակասում։ Այդ էր ցավը տանում։ Ժողովուրդը պակասում է, մոլերը տոնավաճառները ավելանում են։ Գիտեք, չեմ պատկերացնում, որ որ պիտի 1.5%-ը մալացիայի վաճառականը վճարեր, ասենք 200,000-ի առևտուր ունի, ինքը 120,000 փող է տալի, պետք է վճարի 3,000 դրամ, դա իսկապես չեմ պատկերացնում, բայց որ տոնավաճառի ղեկավարությունը ասում է ուզում ես մնա, ուզում ես գնա, այդ տոնն էլ իմ դուրը չի գալի, լիցենզավորվել ես, հենց չի որ մենք ստե դուքյան եկել նստել ենք, Ուրեմն ես դուքում արդեն առաջարկեցի, տոնավաճառը ինքն էլ իր շահերն է պաշտպանում, շուկայական հարաբերություններում ունի ստորագրած պայմանագրեր, իրանը պետք է հասկանալ, ես չեմ արդարացնում, բայց այդ մոդելը սխալ է, որ դու գնաք այդ ճանապարհով, պետք է գնալ էկոնոմիկայի նախարարության միջոցով, տոկոսադրույթ միջոցներ եւ ավտոմատ ձևով հարցը կարգավորել, կամ բան։